Ինքնաժամը Հարավային Կովկասում պետք է ավարտվի, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Վոլցը, որ անցած շաբաթ Ադրբեջանում խոսել է Ալիևի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիկմետ Հաջիևի հետ։ Ադրբեջանը եւ Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել եւ համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու ուղղությամբ։ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն եւ բարգավաճում կբերի աշխարհին, եւ մենք չենք դադարի աշխատել, մինչեւ դա տեղի կունենա։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլցի նախորդի գրառմանը։ Ըստ Գենսերի, Վոլցի գրառումն ու Սպիտակ տան դիրքորոշումը չափազանց կարևոր զարգացում է։ Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱԳ-նախարար Արարատ Միրզոյան, տեսեք նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլցի գրառումը։ Նա ընդգծում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու անհրաժեշտության, բայց նաև քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման մասին։ Ես հավատում եմ, որ դուք լիովին համաձայն եք այս հարցով Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը։ Անխզելի կապ կա արդարության եւ իրական կայուն խաղաղության միջև Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ճանապարհով չեն գնա, քանի դեռ արդարությունը չի հաղթանակել։ Ազատ արձակելով իմ ընկերոջ Ռուբեն Վարդանյանին եւ մյուս բանտարկյալներին, X-ի իր էջում գրել է աշխարհահռչակ հայ գործարարն ու Բարաֆեյանը։ Մայք Վոլցի խոսքերն ինձ հույս են տալիս, որ ԱՄՆ-ն կապահովի ադրբեջանցիների կողմից այդ պահանջների անհապաղ եւ անվերապահ կատարումը, հավելել է նա եւ տեղադրել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի գրառումը։ Ավրորա մարդասիրական մրցանակի 2017 թվականի դափնեկիր Թոմ Քաթինան կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանին եւ մյուս հայկերիներին անապաղ ազատ արձակելու ուղղությամբ նաեւ տեսանյութ է թողարկել։ Ողջույն, ես Թոմ Քաթինան եմ, այստեղ Սուդանի հարավի Նուբա լեռներում տեղակայված գթության մայր հիվանդանոցի բուժական տնօրենը։ Այս կարճ տեսահոլովակով աջակցությունս եմ հայտնում իմ ընկեր Ռուբեն Վարդանյանին, որն արդեն 1 տարուց ավելի է, ինչ անարդարացիորեն պահվում է ադրբեջանական բանտում։ Ես Ռուբենին ճանաչում եմ 2017 թվականից, երբ այդ տարի արժանացա Ավրորա համաշխարհային մարդասիրական մրցանակին Սուդանում աշխատելու համար։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ռուբեն Վարդանյանին, գիտեն, որ նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես կեղծ են եւ ծիծաղելի։ Հայաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ։ Փաշինյանը Փեզեշքյանին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ հայ-իրանական երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահի հետ։ Փաշինյանը Մակրոնին նույնպես տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցված շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաև Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Ռավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։ Հայ-ադրբեջանական իբրև խաղաղության բանակցությունների ավարտի ֆոնին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանգստյան օրերին 3 անգամ հերքում է հրապարակել հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդման մասին։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ հրադադարի խախտումն արձանագրվել է Գորիսի շրջանի Խոզնավուր գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանական ՊՆ-ի կեղծ հաղորդագրությունների ֆոնին մարտի 16-ից 17-ը Եվրամիության ներկայացուցչությունը Հայաստանում պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տարբեր հատվածներ, որից հետո Եվրամիության առաքելության հաղորդագրությունում ընդգծել է, որ իրավիճակը մնում է հանգիստ եւ հանդարտ, ոչ մի արտարոց ակտիվություն չի նկատվում։ Նախ եւ առաջ հիմա եկեք ֆիքսենք, որ եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրամիության դիտորդները քաղաքացիական, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը։ Որովհետև այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի բանի մեջ, ուժի մեջ։ Երկրորդը, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, եվրոդիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա այդ հարձակումը։ Եթե փաստաթուղթ է ստորագրում, պայմանական գնում ես, չգիտեմ, Եվրոմիության ղեկավարների ներկայությամբ կամ չգիտեմ, ինչ-որ երկրների նախագահների ներկայությամբ, վկայությամբ, իդեպ տենց բան գոյություն ունի, տենց կարգավիճակ կա դիվանագիտության մեջ, որ ինչ-որ երկրի ղեկավարներ կամ ղեկավար վկա է հանդիսանում, գնում ստորագրում ես եւ հետո հարձակվում ես Հայաստանի վրա, եթե դա
ի վիճակի ես անելու եւ կարող ես քեզ ցույց տալ եվրոդիտորդների վրա էլ կկարակեն կհարցակվեն։ Ըստ ազգային ժողովի նախագահի խաղաղության համաձայնագրում Հայաստանի համար վտանգավոր կետեր չկան, բոլոր կետերը երկկողմանի են, եթե վտանգավոր կետ կա, դա հավասարաչափ վտանգավոր է։ Ադրբեջանի համար եւս ընդգծել է Սիմոնյանը։ Հրապարակվելու է խաղաղության համաձայնագրի տեքստը, թե ոչ, ազգային ժողովի նախագահը պատասխանել է։ Հիմա հրապարակման հետ կապված, դրա հետ կապված քննարկումներ կլինեն, միակողմանի մենք բան չենք ուզում անենք, որպեսզի եւս մեկ անգամ ցույց դնենք, որ Հայաստանը չի կրակում Ադրբեջանի վրա, որ Հայաստանը որևիցե տարածքային նկրտումներ չունի, որ Հայաստանը իր վստահությունը, որ ասում է զրոյին է մոտ, որ Հայաստանը վստահելի գործընկեր է միջազգային գործընկերների նաեւ համար, նաեւ մենք պետք է մեր միջազգային գործընկերների հետ ազնիվ եւ ուղիղ լինենք եւ ցույց տանք, որ մենք տենց ենք աշխատում, թե ինքը ինչ է անում, ինքը կարող է յուրաքանչյուր անկանխատեսելի քայլ անի, բայց մենք մեր տրամաբանությունը պետք է տանենք եւ այս հարցը ձեր օգտագործելով մի բան եմ ուզում ասեմ, էլի մենք այս վերջի տարիների ընթացքում կարողացել ենք նաեւ այս իրավիճակում օրակարգ ձևավորող եւ օրակարգի հետ համահունչ կողմ դառնալ, որը որ շատ դժվար էր մեծ պարտությունից հետո, բայց մենք դա հաջողել ենք։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի ֆոնին երեք Ադրբեջանի ապատեղեկատվության արշավը որոշակիորեն փոթորկել է հանրությանը, գրել է ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա, մի կողմից իշխանությունը ժողովրդին կեղծ սպասումներ է հրամցնում երկար սպասված խաղաղության մասին, մինչդեռ դրան զուգահեռ ադրբեջանական ոչ պաշտոնական խոսափողներն ակտիվ գրում են նոր պատերազմի մասին։ Մեկ օրվա ընթացքում ադրբեջանական 3 կեղծ հաղորդագրությունները Սյունիքի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումների մասին եկան լրացնելու այն վարկածը, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղության այլ նոր սադրանքների է նախապատրաստվում։ Հարց է առաջանում, իսկ ինչ առիթ կա իրադրությունը սրելու եւ հնարավոր սադրանքներ հրահարելու համար։ Հիմնական խնդիրը միջանցքի թեման է, որն առանձնացվել էր խաղաղության համաձայնագրից եւ Ադրբեջանը փորձում է այս ուղղությամբ ճնշումները մեծացնել։ Սրան զուգահեռ Ադրբեջանի համար շատ կարեւոր է Հայաստանի վերջնական զինաթափումը, որը վերջին շրջանում առաջին պլան է բերվել եւ ձևակերպվում է անչափ վտանգավոր ապառազմականացման պահանջի ներքո։ Մեկ բան ակնհայտ է, Ադրբեջանը մինչեւ վերջ սեղմելու է օղակը Հայաստանին քամելու եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու համար։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդրադառնալով հարցին արդյոք Ադրբեջանը սադրանքների գնալով հող է նախապատրաստում ռազմական գործողությունների կամ էսկալացիայի համար, ասել է. Բաքուն հայտարարում է, որ նախապայման է սահմանադրության փոփոխությունը, այնուհետև առնվազն 2 պահանջ էլի կներկայացնել, այսպես կոչված ապառազմականացումը 4-րդն է։ Ադրբեջանը խաղաղության չի գնացել եւ չի գնում։ Որքան էլ փորձի Փաշինյանը ժողովրդին մոլորեցնի, խափի, թմրեցնի, ասի, որ վերջ, ամեն ինչ վերջացել է, կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիևի հետ եկել են ջենտլմենական համաձայնության, փոխադարձ տարածքների նկատմամբ որևէ հավակնություններ չունեն, ճանապարհների ապաշրջափակումը տեղի ունենալու ինքնիշխանության պահպանությամբ, այդ ամեն ինչը սուտ է։ Տեքստի հայտարարության մասին, համաձայնեցման մասին հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց, որ խաղաղության, ճակերտավոր խաղաղության համաձայնագիրը կնքելու նախապայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։ Դրան կհետևի գերիների ներողություն, այսպես կոչված պատերազմական հանցագործների վերադարձի պահանջը։ Դրան կհետևի ինչ-որ 350,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Սա է Ադրբեջանը բացարձակապես որևէ մտադրություն չունի խաղաղության համաձայնագիր կնքելու, Հայաստանի հետ խաղաղություն հաստատել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության 3 կեղծ հաղորդագրությանն է անդրադարձել նաև տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Նա վստահեցնում է, որ ադրբեջանական կողմի նման մարտավարական քայլը պայմանավորված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության ձեռքբերման, որն էլ իր հերթին ողջունվել է մի քանի տասնյակ երկրների կողմից։ Այս գործընթացը եւ հատկապես Հայաստանի ջանքերով դրա վրա միջազգային ուշադրության այս աստիճան սևեռումը կամա թե ակամա եւս մեկ աստիճանով բարձրացնում է կողմերի միջև ռազմական հակամարտության ակտիվության անհավանականությունը, շեշտում է փորձագետը։
Եվ հետևաբար, քանի որ Բաքվի օրակարգում դեռևս շարունակում է մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի գործիքի կիրառումը Հայաստանի հետ չլուծված հարցերում, ադրբեջանական կողմը փորձում է համապատասխան տեղեկատվական ֆոն ապահովել, ապա տեղեկատվության եւ քարոզչական դաշտում անհրաժեշտ բովանդակություն ապահովելով։ Իդեպ սահմանային լարվածության վերաբերյալ Բաքվի ապա տեղեկատվությունները հերքող մեկ այլ արդյունավետ մեխանիզմ ԵՄ դիտորդական առաքելությունը եւս արդեն իսկ գործել է, հերքելով տարածված կեղծիքը։ Հարկ է հիշեցնել, որ նմանատիպ իրավիճակ արձանագրվել է նաեւ 2024 թվականի ապրիլին, երբ դարձյալ Երևանի դիվանագիտական ջանքերի արդյունքում աշխարհի բազմաթիվ երկրներ անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, եւ տեղեկատվական ու դիվանագիտական ցայտնոտում հաստատված Բաքուն դարձյալ նման նյարդային վարքագիծ էր դրսևորում։ Տարածաշրջանային զարգացումները ակտիվանում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությանը Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ ադրբեջանական մեդիայի տեղեկացմամբ հանդիպումը Բաքվում կայացել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի պատվիրակության պաշտոնական այցի շրջանակում։ Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի լայն շրջանակ, այդ թվում առևտրատնտեսական եւ մշակութային փոխգործակցության ընդլայնման թեմաներ։ Մատվիենկոն հանդիպման ժամանակ նշել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները մշտական կապի մեջ են։ Մատվիենկոին ընդունել էր նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։ Միացյալ Նահանգները պատրաստվում է Գերմանիայի իր բազայից ռազմատեխնիկա տեղափոխել Հայաստան համատեղ զորախաղեր անցկացնելու համար գերմանական բազայից տեխնիկան տեղափոխվել է հուլիսի 16-ին, այն Հայաստանում պետք է լինի օգոստոսի 7-ին։ Զորախաղերի ավարտից հետո սարքավորումները Հայաստանից կտեղափոխվեն Վրաստան։ Ընդհանուր առմամբ այն ներառում է 151 միավոր տեխնիկա, տրանսպորտ, շտապօգնության մեքենաներ, գեներատորներ։ Անցյալ տարի հայ-ամերիկյան համատեղ արտիվ գործընկեր զորավարժությունները մեկնարկել էին հուլիսի 15-ին։ Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են իրականացրել Եմենում հութի զինյալների դեմ եւ զգուշացրել Իրանին անհապաղ դադարեցնել աջակցությունը Վաշինգտոնի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորմանը։ Կարմիր ծովում ամերիկյան ավիակրիզ թրիչ կատարած ռազմական օդանավերով հարձակումը հաջորդել է հութիներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զգուշացմանը, թե դժոխք կթափվի նրանց գլխին, եթե չդադարեցնեն ծայրահեղական գործողությունները, այդ թվում Պարսից ծոցում հարձակումները նավերի վրա եւ Իսրայելի դեմ հրթիռների հարձակումները։ Թրամփը նաեւ զգուշացրել է Իրանին ամերիկան ձեզ լիակատար պատասխանատվության կանչի։ Սա Միացյալ Նահանգների ամենամասշտաբային ռազմական գործողությունն է հունվարի 20-ից Թրամփի երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Հութի պաշտոնյաները հաղորդում են 12 քաղաքացիական անձի զոհվելու մասին։ Հութիները նաև խոստանում են վրեժխնդիր լինել առանց մանրամասնելու։